խնդրել ենք եւ պահանջել ենք, որ Ոստիկանության ավագ սերժանտ Վարդան Հովհաննիսյանը, որը տուժող է ճանաչվել 2023 թվականին սեպտեմբերի 22-ին ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանին բերման ենթարկելու փաստով հարուցված քրեական գործում, այսօր դատարանում սկանդալային հայտարարություն է արել։ Օրինական պահանջ եք ինձ ներկայացրել, խնդրում կասեք երբ ու ինչպես եք ներկայացրել։ օրինական պահանջը այս մի ամիրյան փողոցում ես նոր եմ ասում, առաջվել եմ մեքենայի մեջ ինչ եղել է պահանջը խնդրանքը եղել, որ մյուս գործողությունները շարունակություն չունեն։ Տուժած ոստիկանը պատմել է, որ սեպտեմբերի 22-ին ծառայություն է իրականացրել նախ Հանրապետության հրապարակ մետրոյի մոտ, իսկ երբ հասել է բողոքի ակցիայի վայր Ամիրյան փողոց, պատգամավորին արդեն բերման ենթարկելիս են եղել։ Ինքը չի լսել, որ Լևոն Քոչարյանից եւ բողոքի ակցիայի այլ մասնակիցներից ոստիկանները պահանջել են բացել փողոցը։ Մինչդեռ տուժած ճանաչված մեկ այլ ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը քրեական գործի մասին իր զեկուցագրում նշել է, որ Հովհաննիսյանը նույնպես ներկայ է եղել, երբ Լևոն Քոչարյանը չի հնազանդվել ոստիկանների Ամիրյան փողոցը բացելու օրինական պահանջին։ Հովհաննիսյանը պնդում է, ինքը Լևոն Քոչարյանին հանդիպել է միայն ոստիկանական մեքենայում։ Ձեր անկանոն շարժումների բանով ես ընդհանրապես իմ գործողությունը եղել է ձեզ որ մի հատվածում ուսերի հատվածից ֆիքսել եմ, որպեսզի մյուս այլ շարժումներ չիրականացնեն։ Լևոն Քոչարյանը Հովհաննիսյանին առաջարկում է պատմել, թե ինչ իրավիճակ էր ոստիկանական մեքենայում, երբ իրեն բերման էին ենթարկում։ Տուժող ոստիկանը հարցին ուղիղ չի պատասխանում, բայց խոստովանում է, որ իրենց հարվածներին է Լևոն Քոչարյանը հակադարձել։ Նստում եք մեքենային, նստում եք մեքենա, դուք ձախ կողմից նստում եք մեքենա։ Ու ես միանգամից ասում եմ անկանոն շարժում։ Չէ, դուք մի քիչ առաջ եկած որ նշում եք, որ խփում են։ Իսկ հաճախ են քրեական գործեր հարուցվում այն անձանց նկատմամբ, որոնք ժպտալով կամ հոժար կամքով բերման չեն ենթարկվում, հետաքրքրվում է Լևոն Քոչարյանը։ Շատ եք դուք նկատել, որ այդպես ոչ շատ հեշտ այսպես բերման ենթարկողների նկատմամբ քրեական գործեր հարուցում։ Դատախազին դուր չի գալիս պատգամավորի հարցը, կարծում է կապ չունի քրեական գործի հետ։ Տրված հարցերը որևէ կապ չունեն, վերաբերում են ընդհանրական ծառայությանը։ Պատգամավոր Լևոն Քոչարյանի կարծիքով ուղիղ կապ կա, ինքը ընդդիմադիր գործիչ է, հենց այդ պատճառով էլ քրեական գործ է հարուցվել, թե ոստիկանների նկատմամբ բռնություն է ինքը գործադրել։ Ավելի քան 4 ժամ տևած դատական նիստը կշարունակվի մայիսի 30-ին։ Կարնե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։